Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Ես կփորձեմ այսօր բնականաբար մի փոքր հանգիստ անդրադառնալ ամենատարբեր թեմաների, իհարկե ամենակարևորը երեկվա եթերի շարունակությունն է։ Բայց մեկ-երկու թեմաներ գուցե էլի քննարկենք, եթե շատ երկար չտևի, նայած թե ինչպես կստացվի կամ կընթանա։ Ուրեմն Հիբրիդային պատերազմի առաջը մի կերպ կարելի է առնել, մի ձևով, եթե օրինական սահմաններով ենք խոսում, չձանձրանալ ու այն տեղի վրա, որքան որ կփորձեն հարվածել որոշ ուժեր, իրենց ամենատարբեր էջերով ու հեռուստաալիքներով, այդ տեղի վրա մշտապես հակադարձել ու համբերատարությամբ։ Գուցե մարդիկ լինեն, ասեն, թե 3 ամբողջը ասել էր, կարելի է եւ վերջացնել, բայց ոչ, արագ վերջացնելու խնդիր պիտի չլինի։ Ասեմ ինչու, որովհետև սրանք գործում են ցանցով եւ այդ ցանցի առաջը քաղաքացիական տեսանկյունից կարելի է առնել տեխնոջան ուղիղ աշխատանքով համբերատար եւ այլն։ Ուրեմն երեկվա թեման հիշում եք եռաբլուրներ, որտեղ որ Արթուր Չախոյանը ինչ որ բաներ էր ցույց տալիս, ինչ որ բաներ անում, շնորհակալություն նախ կիսումների, տարածումների համար, որովհետև դիտողականությունը եղել է բարձր մակարդակի ու մենք դրանով կարողացել ենք մեր ասելիքը միասին ներկայացնել։ Բայց արիոտես, որ երեք ես խոսքի մեջ ասեցի, որ 5-րդ ալիքն էլ եկած նկարած ա եղել, սպասում ենք ռեպորտաժին չկա, ու ռեպորտաժը արդեն կա։ Հիմա անդրադառնանք ռեպորտաժին, հեսակ անդրադառնանք ռեպորտաժին, բայց մինչև այդ ուզում եմ ասել հետևյալը, որ այո, մեդիա գրագիտության պակասը հաշվի են առել որոշ ուժեր եւ հաշվի են առել ծաղրանքով մեր տարեցների կամ թեկոզ իմ տարիքայինների կամ բոլորի հանդեպ, ուղղակի ամեն շերտի հանդեպ ըստ տոկոսային հարաբերակցությամբ եւ փորձում են դա կիրառել հենց մեր բոլորիս դեմ, որը բնականաբար չի ստացվելու, ինչպես չի ստացվել, այդպես էլ չի ստացվելու, որոշները իրենց մատը, որով որ բաներ են ցույց տալիս, լրիվ ուրիշ տեղ է գնալու։ Դա ես վստահեցնում եմ։ Սրանից ավելի վատ ու բարդ վիճակների միջով ենք միասին անցել, գուցե այս տարիների ընթացքում, 5 տարիների ընթացքում շատերը հերվածել են, շատերը հոգնել են, շատերը նոր են միացել, բայց միևնույնն է, այն որ մի տեսակ յուրատեսակ դեժավյու ենք ապրում, որովհետև գործելավոճը նույնն է։ Այս մարդկանց մոտ իրենց կյանքում ոչինչ չփոխվեց, որովհետև իրենք բացարձակ 0 են, բացարձակ 0։ Ուրեմն երեկվա արձագանքները շատ մեծ էին ու այնուամենայնիվ 5-րդ ալիքով եկել ու ծախս էր արել, եկել հասել ռեպորտաժ էր նկարել եռաբլուրից, փորձեցին իրենց ձևով, քոչարյանական ձևով ներկայացնել այս ամեն ինչը։ Ես առաջարկում եմ դիտել տեսանյութը ու այս մանրամասներին դեռ կանդրադառնանք։ Խնդրեմ, եկեք միասին դիտենք։ Սա տեսանյութը, ներեցեք ցույց տվեք ես Արաջան մի մոմենտ կադրում է իրապեր։ Գնացինք։ Ահա զանգեր առաջինը եռաբլուրում հանգչողների հարազատներն են հնչեցրել ընդգծելով, որ ոտքերի տակ փշրվող սալիկներն իրենց ավելի են ցավեցնում, եռաբլուրը մոռացության տալու ազդակներ են հասնում իրենց։ Կարծես արդարանում է խորհրդարանական ընդդիմության մտահոգությունը։ Հունվարի 27-ը հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր սահմանած իշխանությունը, որ կյանքի պուրակ է կառուցում Երևանի բուսաբանական այգու տարածքում, մտադիր է լրիվ հրաժարվել եռաբլուր զինվորական պանթեոն այցերից։ Քանդվում է եռաբլուր տանող ճանապարհը, փշուր են լինում սալիկները, չնայած մի քանի ամիս առաջ է վերանորոգումն ավարտվել։ 58 միլիոն դրամ է քաղաքային իշխանությունը հատկացրել այս մի քանի մետրը վերանորոգելու համար։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը անցած տարվա դեկտեմբերին հայտնել է, թե վերջին անգամ եռաբլուրի ճանապարհը 90-ականներին է նորոգվել, մաշվել է, խոշոր տրավերտինե քարերը պետք է ավելի փոքր քարերով փոխարինել, որ դիմացկուն դառնա ճանապարհը։ Ի վերջո, հին սալիկները նորերով են փոխարինել, բայց նորերը կարծես թե հեչ դիմացկուն չեն եղել։ 2-ից 3 ամսում հասցրել են ջարդվել, պոկվել։ Ինչ անեմ ասա, գլուխս ասա, որ վերկենը որ կարին տամ։ Իշխանությունը նոր ձև է գտել եռաբլուրում ամփոփված տղաների ծնողներին ցավեցնելու համար, հարցնում են մարդիկ։ Ու որ ասենցա ցավ ենք ապրում ասես։ Դե տենում եք բոլորս տենում եք ոնց է վերանորոգված եղել։ 58 միլիոն դրամ են ծախսել։ Իդի փողային բաներ եմ չկա, այսինքան փողեր եմ ծախսել, իմ ջեբի փողերը սորոպել եմ քշում, համբալավտ եմ քշում, մեռնեմ ջան։ Համացանցում բարձրացած աղմուկից հետո են տարածքում շինարարներ հայտնվել, դզում փչում են կոտրատված սալիկները։
Բայց արդյունք կտա նրանց արածը, եթե ցեմենտ ավազի խառնուրդը ձեռքի պարզ շարժումով փոշիանում է։ Տնբողություն են անում էլի։ Ղեկավարները տնբողարի մտածում էլի, սուր բաներ են անարում էլի։ Իրաց են ուսում ցույց տան էլի։ Այլ մասին մտածող չեն։ Այս երկիրը պիտի քանդեն, հազար սարքեն։ Ով քանդի։ Քանդողը քանդում է։ Ակտիվիստ Արտուր Չախոյանը, որ զոհված տղաների ծնողների խնդրանքով է երեք հայտնել այս փոկված սալիկների մասին, կոռուպցիա է համարում կատարվածը։ Ակտիվիստն ասում է, որ ըստ պայմանագրի սալիկները չպետք է ծաղոտկեն լինեն։ Սա ոչ թե ամպուտություն է, սա կոռուպցիա է։ Քանի որ պայմանագրով եւ նախագծով նախատեսված է եւ կարմիրով նշված է, որ այս քարերը պետք է լինեն առանց ծակոթի։ Մալաթիա Սեբաստիայի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դեկտեմբերին էր այստեղից տեսանյութ հրապարակել, ասելով, թե աշխատանքներն ավարտված են եւ մարդիկ կարող են արդեն երաբլուր գնալ գալ։ Կարող եք հանգիստ գալ եւ բարձրանալ երաբլուր։ Մխիթարյանը անգամ ոտքով սեղմել էր սալաքարերը ցույց տալու համար, որ ամուր է արդեն երաբլուր տանող ճամփան։ Այդ նույն սալաքարերը ընդամենը 2 ամիս անց լողում են ոտքի տակ։ Բացի դրանից, այս քարերի տակ պետք է լիներ B15 մարկի բետոն։ Բայց բետոն չկա ստեղ։ Ստեղ բետոնի փոխարեն ավազա։ Երաբլուր տանող այս ճանապարհահատվածը վերանորոգած կազմակերպության ղեկավարի խոսքով սալաքարերի տակ ավազ չէ, այլ ցեմենտ ավազային խառնուրդ։ Դա ցեմենտ ավազայի խառնուրդ է, որը նախատեսված է այս քարի տակ դնելու համար։ Ամեն բանը համաձայնեցած եղել համայնքապետարանի հետ, այստեղ ինքնագլուխ ոչ մի բան չարել։ Սալաքարերը ըստ վերանորոգող կազմակերպության փոկվել, ջարդվել են ձմռան ցրտի եւ ձյան պատճառով։ Ակտիվիստ Չախոյանը սակայն համաձայն չէ։ Հիմա մեկը կարա ասի, չգիտեմ, ջուրը քիչ են լցել, շաքարը շատ են լցել, աղը շատ են լցել։ Էությունը այնա, որ ճանապարհը քանդվել է, պետք է չքանդվի։ Հիմա թե բիտում չեն լցել, ասֆալտն անորակ եղել, աղն է շատ եղել, փաստը մնում է փաստ, քանդվել է։ Տրավերտին քարը մեքենաների համար փխրուն է, համոզված է ակտիվիստը։ Քաղաքային իշխանությունը չգիտի, որ ճանապարհ սարքելու համար տրավերտին քարի հիմքը պետք է երկաթբետոն լինի, զարմանում է Չախոյանը։ Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, հետ։ Ահա զանգեր առաջինը երապ Դիտեք։ Այսօր մի քիչ բարի եմ տրամադրված։ Երողություն։ Դիտեցիք Քոչարյան Ռոբերտի սեփական կամ նրա իշխանության ներքո գտնվող հեռուստաալիքի ռեպորտաժը։ Ես զարմանում եմ, ինքս 20 տարուց ավել աշխատած լինելով հեռուստատեսություններում, զարմանում եմ, ոնց կարող են մարդիկ անսկզբունք եւ անպատասխանատու մոտեցում ցուցաբերել իրենց գործին։ Ոչ միայն զարմանում, այլ նաեւ զզվում եմ։ Ասեմ ավելին, սիրտս խառնում է։ Ասեմ ինչու։ Հերթով կան։ Նախ հեռուստատեսությունը, որևիցե ակտիվիստի հրապարակմանը անդրադառնալուց, պետք է իր մասով նույնպես ճշտումներ իրականացնի։ Հետո եթե ցանկանում է որևիցե իհարկե իրենց պարագայում ըստ ցանկությանն է եւ երբևէ օրինակ մեր բարձրացած հարցերը չեն հրապարակելու, ռեպորտաժ չեն պատրաստելու, որովհետեւ գործով պետք չի դա։ Տկած ունեն իրանք ժողովրդի վրա։ Այնուամենայնիվ այս պարագայում գոնե պիտի ճշտումներ անեն։ Հիմա ես 5-րդ ալիքին Քոչարյանի 5-րդ ալիքին մի անձնավորության, ով երրաբլուրը ընդամենը թարմացրել է սեփական իշխանության ժամանակ եւ թարմացրել է ոչ ավել ոչ պակաս Վազգեն Սարգսյանի շիրիմով, իր անպատասխանատու, մինիմում անպատասխանատու, մաքսիմում մասնակից լինելով այդ շիրիմի ավելացմանը։ Այ որով մեկը որ գնում եք երրաբլուր ու անպայման մատ այցելում եք Սպարապետի շիրիմին, նաեւ հիշեք, որ Սպարապետը ռազմի դաշտում չի զոհվել։ Զոհվել է դաշնակների ձեռամբ Քոչարյանի կառավարման ժամանակ Սերժ Սարգսյանի ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ։ Սա այսպես։ Եվ բնականաբար իրենց ալիքը նախ եւ առաջ պիտի ամոթ ունենա երրաբլուրում կամ չհայտնվի, կամ հայտնվելուց փորձի մասնագիտական սկզբունքայնություն ցուցաբերել ու մի ռեպորտաժ էլ կյանքների մեջ գոնե մի անգամ պատրաստել հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Երկրորդ եւ 3-րդ, 4-րդ, 5-րդ հերթով գնում ենք։ Տեսեք ինչ է ստացվում։ Ուրեմն վարչական շրջանի ղեկավարը չի այն մարդը, ով որ կառավարում է այդ աշխատանքները։ Այդտեղ բացարձակ այլ վարչություններ են, այլ կառույցներ են, նա ընդամենը, այս պարագայում ոչ ընդամենը, կարող է անցնելուց մտնել նաև ինչպես է արվում, կարող է եւ չմտնել նաև, բայց Ռոմիկ Մխիթարյանի պարագայում հաշվի առնելով թե որքան երրաբլուրը սրբավայր է իր համար եւ վստահաբար սրբավայր է ոչ թե 5-րդ ալիքի կերտ տեզերի համաձայն, սրտացավություն ա դրսևորել ու մշտապես եղել է այնտեղ։
Այստեղ գոյություն ունի շինարար, տեղացկող, քաղաքապետարան, անգամ համայնքի ղեկավար, բայց այս բաները ասում ռեպորտաժի մեջ չէ, բայց քաղաքապետարանը ուր մնաց, որ տենց հելել եք, ֆետիշացնում եք, ցուցադրում եք։ Իմիջայլոց, խնդիրը մոտավորապես ի սկզբանե այսպեսին եղել այս մասով։ Հին տրավերտինը, հինը, որը որ եղել է մեծ սալիկներով, որը որ բետոնով ամրացված է երևի։ Ամեն դեպքում սկզբնական նախագիծը եղել է հետևյալը, որոնք որ ջարդվել են, վարի են գնացել, Իմիջայլոց լավ հուշեց, որ 90-ականներին է արվել։ 90-ականներից հետո ոչ Քոչարյանի, ոչ Սերժի էջ պետքը չի եղել, մի հատ նայեն այդ ճանապարհը ինչպեսի վիճակում է, այդքան տեղը գոն է, էլի, այդ հաղթականմարը, այդ սիմվոլիկ վայր է։ Ուրեմն, վարի է գնացել այդ ճանապարհը, ու ի սկզբանե եղել է հետևյալը, որ այդ սալիկները փոխեն։ Բնականաբար, եթե սալիկները փոխեն, այնտեղ եղել է նախագծի մեջ գրված, որ այն Չախոյանը որ ասում է, բե քանիս, ես ինչ բիտոնով։ Եղել է այն, որ պետք է բիտոնով ամրացնեն, որ բան։ Բայց քանի որ գործերը վերանայելու ընթացքում կամ սկսելու ընթացքում տեսել են, որ այսպես կիսատ պռատություն է դառնում, այդ նախագիծը մի կողմ է դրվել, նորն է կազմվել ու նոր ձևով արվել է։ Ես կրկնում եմ, ես շինարարությունից մի փոքր հեռու կանգնած մարդ եմ, բայց չեմ կարող թույլ տալ, որ սուտուկ կեղծիք տարածվի մեր իրականության մեջ։ Տակը բետոն պիտի չլինի, բոլորը գիտեն, որ նման գործի տակ պիտի լինի ավազ, ավազի տակը բիտոն, ավազի տակը բիտոնը կա, հետո ավազը պռվում է, հետո շարժվում են սալիկները։ Ասեմ ավելին, 5-րդ ալիքին Քոչարյանի, որ այնտեղ դեռևս ավարտական ակտել չկա։ Ոնց, ես կարող եմ ասել ավելին, այնտեղ դեռևս գումարի մի մասը չի փոխանցվել։ Մի հատ մաս գումարից չի փոխանցվել, որովհետև այն թերությունները, որոնք որ Արթուր Չախոյանը փորձել է նկարագրել, դուք էլ առաջ ճշտելու, եկել քիթներդ խոթել եք այդտեղ, դեռևս ավարտական չի եղել։ Որովհետև այդ խնդիրները նկատած եղել են մարդիկ, դրա համար ավարտական ակտ չեն տվել։ Բայց ասել են թող մնա ճանապարհը եղանակների հետ, մարդիկ էլ կգնան կգան, հետո այսա կանեք, կլինի, չէ։ Հասկանում եք։ Եվ վերջը մոտ 60,000 սալիկ այդտեղ դրվել։ Եվ այդ 60,000-ից մի 4-5-ը հնարավոր է եւ շարժվեն։ Բայց ես ուրիշ կոչ եմ անում, ժողովուրդ ջան, ես կոչ եմ անում այցելել Եռաբլուր ու քայլել այդ ճանապարհի վրայով, փորձել գտնել շարժվող սալիկներ, որպեսզի իմ խոսքի մեջ համեմատություն անեք եւ համեմատություն անեք Արթուր Չախոյանի խոսքի մեջ եւ համեմատություն ձեզ մշտապես խափող 5-րդ ալիքի։ 5-րդ ալիքին դեռ կանդրադառնանք։ Ուրեմն թերությունների մասին այն թերությունները, որ անգամ Չախոյանը չի նկատել։ Տեսելու ասել է, ավարտական ակտը գոյություն չունի։ Նախագիծն էլ Արթուր ջան, այն ինչ որ դու խոսում ես, ուրիշ բանի մասին է։ Դրանից հետո շատ բան է փոխվել։ Լավ կանես քո հարցումները, երբ որ ուղարկում ես քաղաքապետարան, մի փոքր ավելի ստույգ անես։ Չնայած ես հասկանում եմ, ես կարծում եմ, որ դատական գործը քանի որ կա, ինչքան որ ես հասկացա, եւ այս մասով էլ երևի դեռ թարմացումներ կլինեն, որպես պատասխանող պետք է որ հետաքրքիր լինի։ Ես հետևողական կլինեմ։ Ձեր թերի իմացությամբ լավ կանեք Եռաբլուր չմտնեք, հատկապես 5-րդ ալիքի ներկայությամբ։ Հիմա ինչ վերաբերվում է 5-րդ ալիքին։ 5-րդ ալիքին հետաքրքիր չի, իրենց շեֆը քանի անգամ է Եռաբլուրում եղել, բացի 20 թվականի ցուցադրական նախընտրական ներկայությունը։ 5-րդ ալիքին հետաքրքիր չի, թե Վազգեն Սարգսյանի շիրիմը ինչ գործ ունի այնտեղ, ինչու է հայտնվել այնտեղ վաղաժամ։ Այո, հրամանատարն է, սպարապետն է, բախի այդպես վաղաժամ հայտնվել այնտեղ։ Իսկ գուցե 1-2 հարց այս թեմայով խորքային, այսպես մեծ ռեպորտաժով Ռոբերտ Քոչարյանին տակ։ Ես հասկանում եմ, որ 5-րդ ալիքը այդ ալիքն է, որտեղ որ քաղաքական դիվիդենդ շահելու համար կամ 1-2-ի հոգեբանության վրա ազդելու համար կարող էին Ազատ գյուղի վառվող կացարանի զոհերի աղմուկ աղաղակնել, հրապարակայնացնել, մենակ թե ավելի վառ լինի ամեն ինչ, որովհետև հակահայկական ալիք է։ Բայց մի քիչ նամուս, թասիբ, թեկուզ թուրքական, թեկուզ օտարոտի, կարա լինի աշխատի, թե չէ։ Հիմա ես 3 եթեր եմ արել, այսօր ձեր մասին եմ եթեր անում, 5-րդ ալիք։ Ցուցաբերեք սկզբունքայնություն լրագրողական, ինձ որպես ակտիվիստ, եկեք հարցեր տվեք Եռաբլուրից։
Դու հենց այդ ճանապարհից ցուցաբերեք սկզբունքայնություն, դուխ, համարձակություն, հրավիրեք ձեր ցանկացած մի հարցազրույցի ձեր եթերով։ Ես գլխանց ասում եմ, որ դա տեղի չի ունենա, որովհետև դուք վախկոտ եք, որովհետև ձեր շեֆը շռան է։ Ձեր շեֆը չի կարա ձեզ թույլ տա, որպեսզի ինձ որպես ակտիվիստ նույնպես ներգրավեք այս թեմաներին։ Որովհետև ձեր շեֆը ներգրավել է այն մեկին, որովհետև իր համար Եռաբլուրը շահարկման թեմա է քաղաքական։ Էժան բջի թուլլա է, էլի։ Եռաբլուրը քաղաքական շահարկման թեմա է իր համար։ Որովհետև չուժո է ինքը։ Որովհետև ինքը հայ չի եւ չուժո է ուրիշ մեկն է, օտար մեկն է մեր իրականության մեջ։ Դուք կարող եք զարմացնել իմ հետևորդներին ու վդրուկ ինձ հրավիրեք։ Կարող եք զարմացնել։ Բնականաբար չեք կարող։ Ձեր քաշը այդքան չկա։ Ձեր քաշը փողի հաստության չափ է։ Ձեզ փողով ես կարամ առնեմ, եթե ես ունենամ փող, որ կարա լինի մի քիչ ավելին, քան Քոչարյանին, կամ Քոչարյանը ինչ որ ձեզ տալիս է, ես ձեզ կարամ առնեմ։ Որտեղ որ դուք ծախու եք։ Դուք ոչ թե աշխատում եք, աշխատավարձ եք ստանում, լավ, ձեր TV-ի ընդհանուր գաղափարախոսությունն եք առաջ տանում, ոչ, դուք ծախված եք, ու ոչ միայն դուք։ Ոչ միայն դուք։ Հայաստանյան հեռուստատեսությունների մի 80%-ը։ Ձեր աշխատակիցներից որևիցե մեկը Եռաբլուրի պատմությունը չգիտի։ Ձեր աշխատակիցներից որևիցե մեկը նախկին թե ներկա Արցախյան բանակցությունների թեման էլ չգիտի։ Ձեր աշխատակիցներից որևիցե մեկը անգամ չգիտի թե Արցախի պատերազմը ինչի մասին է եղել։ Դուք որևիցե մեկը որևիցե բան չգիտեք։ Գիտեք խի։ Որովհետև ձեր ղեկավարը թուրք է պրյամո։ Ու դուք գիտեք այնքան, ինչքան թուրքին է պետք իմանալ։ Ու դուք ներկայացնում եք այն, ինչ որ թուրքին է պետք որ ներկայացնեք։ Հասկանում եք։ Այս էժանն եք դուք։ Ես սա չեմ բնականաբար Free News-ի, այս ինչ աստեղս։ Բնականաբար Free News-ի հաղորդման շրջանակներում չեմ անդրադառնա, որովհետև այդտեղ արդեն գործընկերային հարաբերություններն են գործում։ Բայց իմ սեփական էջն է եւ էջով ես ասում եմ այն ինչ որ ասում եմ, եթե ինչ որ բան ձեզ դուր չի գալիս, այն դուք են դատարանում։ Հետո Արտուր ջան, ստեղ ինչ ես ասում ես կոռուպցիան պախնիտ։ Ես քեզ մի հատ բան ասեմ, գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն կոմիտե։ Ես գիտեմ թե դու քիչ ես դիմելու հակակոռուպցիոն կոմիտե։ Որովհետև սա սուտ է։ Ինչպես սուտ են այն քաղաքական ուժերը, ովքեր որ քեզ սատարում են, ինչպես որ սուտ են իրանք շեֆերը։ Ովքեր որ օգտագործելով մարդկանց չիմացությունը, անգամ Եռաբլուր սրբավայրը պատրաստ են բերել, պղծել իրաց պիղծ գործունեությամբ։ Սա է ձեր քաշը։ Գիտո՞վ է իրավունք տվել, դες փորփրում։ Ծակոտիներով պիտի լիներ, թե չլիներ, լուրջ։ Կբարձվի։ Հա, մեկ էլ փորձեք հանկարծ այդ ժամանակ քաղաքական բան, ինչ են ասում դրան, հալածյալ չներկայանալ։ Որովհետև մենք ապրում ենք այն պետության մեջ, որտեղ որ դու կաս։ Որտեղ որ կա օրինակ Թևանյան Անդոն։ Որտեղ որ դեռևս կա Քոչարյան Ռոբերտ, բանցս բաներ հասկան։ Որտեղ որ այս հերոստալիկ առհասարակ կա։ Դուք գիտեք խեք փախնում գործնականում իրադարձությունները սկզբից մինչև վերջ ցուցադրելուց։ Այսինքն ինչ էր, ինչա դարձել եւ ինչա դառնալու։ Գիտեք խեք փախնում։ Որովհետեւ ինչերի մեղավորները դուք եք։ Եվ այդ ինչերի ժամանակ ձեզանից որևիցե մեկը չէր կարա դրսևորել համապատասխան համարձակություն գալ ինչ որ բաներ փորփրեր։ Այդ համարձակությունը էլի մենք ենք դրսևորող եղել։ Մի պարզ պատճառով, որ մեր բոլորի միջի շռանը եղել է Քոչարյան Ռոբերտը։ Դա շատ պարզ պատճառ է։ Շռան ընդ որում, ես մենակ բանից չեմ, ասենք հիվանդություն շատերը կարող ունենան, որ միզում են տակները։ Դա հիվանդություն է, որ եթե մեկը իրավունք չունի դա բանը։ Ես հենց քաղաքացիական դրսևորման, տղամարդկային դրսևորման մասին եմ ասում, շռան։
Տեսեք ինչ են անում ժողովուրդ ջան։ Հələ կվերադառնանք այս նյութին։ Ուրեմն այս թոշակների հետ բարձրացման հետ կապված։ Բա տատիկ պապիկները բոլորը հիշել են տատիկ պապիկներին։ Ուրեմն թե տատիկ պապիկներին շատ սիրելի հիշեցնեմ, եւ թե դրանց այդ սրիկաներին։ Ձեզանից յուրաքանչյուրը այս 5 տարվա մեջ այն սրբապիտ դոգից սկսած, արյաններից սկսած, մայրական իրավունքներից զրկված, վերջացրած դաշնակ մաշնակներով, բոլորը իմ եթերները ծաղրել եք, այն որ ես գնում էի մարդկանց իրենց խնդիրներով լուսաբանում էի, ծաղրել եք, թե բա գնելի հետևորդները տատիկ պապիկներն են։ Այսինքն արժեք չկա էլի այդտեղ, ինչ արժեք կա որ։ Այսօր եկել եք, ձեզ ցույց եք տալիս իբրև իրանց պաշտպաններ, կներեք, ստե մի հատ սրիկայի զավակ ա մտել, արա թուրքը դու ես ու քո Նիկոլիկը այդ տղա, մատերդ կրծի, դու այ թռած, Վահագն Մակարյան, Պուտինի նկարով, Վահագն Մակարյան, Պուտինի նկարով, ինձ ես ասում թռած, դու Հայաստանում ես ապրում, եթե հա տեղդ ասա։ Թուրքը մամատա բջի ծնունդ։ Սա ընդհանուր առմամբ։ Դու թուրքից ես ցարկված։ Մի հատ թուրք յոլոբուկի եկելա, մորը դոմփելա, դու ցրթվել ես։ Ու ցրթվել ես Պուտինի նկարը ուլունքի պես վզիցդ կախած, բջի ծնունդ։ Թռած բջի ծնունդ։ Շարունակենք ժողովուրդ ջան, ներողություն, լիրիկական շեղման համար։ 90-ականներից հետո այդ ճանապարհը ինչի՞ չի նորոգվել։ 5-րդ ալիքի ռեպորտաժ անողները այս 90-ականներից հետո ինչի՞ չեն ֆայմել մի օր գան, ճարեն մի հատ Արթուր Չախոյանի նման մեկին, ասեն ախպերական մեզի ռեպորտաժ ա պետք։ Քել միտեղ այնտեղ փորփրի, մանավանդ որ փորել բանալիով չէ, լապատով կարելի էր փորել։ Քել դու փորփրի, մենք էլ գանք, նկարենք ու ասենք, որ ժողովուրդ չի կարելի, սա հաղթակամարն է։ Եռաբլուրում հաղթած տղերք են պարկած։ Հաղթած տղերք են պարկած։ Այս ճանապարհը այնքան էլ ճիշտ չի, որ սենց լինի։ Ասեմ խիչ չկար։ Որովհետև թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, թե սրանց մանկլավիկ ճոմբլեբասները բացարձակ հետաքրքրված չեն եղել եռաբլուրով երբեք։ Երբեք։ Եռաբլուրին նվիրված ստեղծագործությունները դպրոցական գրքերի միջից պիտի ծորային թափվեն, որովհետև դա եղել է երկար 100-ամյակներ անց հայկական պետականության պետականություն ունենալու շրջանում իրական առաջին հաղթանակը։ Իհարկե ամենայն հարգանքով Սարդարապատի ճակատամարտ։ Դրանից հետո երբ Պուտինի նախնիները ուր են ճումբլեբասը, այն բջի թուլեն։ Երբ որ Պուտինի նախնիները Արցախը դրեցին Ադրբեջանում, Նախիջևանը այնտեղ, Արարատ լեռը բան Թուրքիայում, ու ուզում էին մնացածնել, էնել Սարդարապատը մնաց կոկորդներին։ Դրանից հետո առաջին անգամ հաղթանակ ենք տարել։ Նու ռազմական իմաստով հաղթանակ, դիվանագիտական ցավոք սրտի ոչ, պարտություն ա գրանցվել։ Եվ 44 օրյա պատերազմ եղել այդ պարտության մասին։ Տղերքը դարձյալ հաղթել են։ Հաղթել են գաղափարապես, դուխով, հայրենասիրությամբ։ Բայց Քոչա Սերժա Լևոնական քարտելը Կտրիշ Ներսիսյանի հետ հանդերձ վաճառել են այդ հաղթանակը ոնց 90-ականներին, նենց էլ հիմա փորձում են դա շարժման թեմա դարձնել։ Եռաբլուրին նվիրված մի հատիկ երգ, որը համատարած բոլորը կարող են իմանալ, նվիրված այդ հերոսներին չի եղել մինչև 2020 թվականը։ Դա եղել ձեր վերաբերմունքը թե եռաբլուրին եւ թե այն հաղթանակին, որը նվիրվել է ձեզ։ Չի եղել, գիտեք ինչի։ Որովհետեւ դուք զգացել եք, որ դուք նվաստ եք այդտեղ։ Որ դուք չեք կարող ձեր կյանքը դնել ու դիվանագիտորեն հաստատել այդ հաղթանակները։ Դուք ծախել եք այդ տղեկի անունը,
ազգանունը, արյունը ծախել եք։ Ուրեմն հաղթանակից հետո մի հատ եկեք նայենք, որ նախագահը քանի անգամ է եռաբլուրում եղել։ Հաղթանակից հետո, երբ որ գիտեք ինչ, երբ որ մարդը հաղթած է լինում ու հավատում է, որ ինքը հաղթել է, ինքը դա իր տնից թանկ կարար լինել, ինքը րոպեն մեկ կձգտել վազել ընդեղ։ Ասենք մեղավոր հայացքի խնդիր չունի, բան չունի, հասկանում եք։ Բայց դուք դավաճանել եք իրանց։ Դավաճանել եք հենց հոկտեմբերի 27-ով։ Հոկտեմբերի 27-ին հաղթանակ պարկը ինչ գնովը կապ չունի, գիտեք, շատ խոսք ու զրույցներ կան, ես չեմ սիրում մտնել այդտեղ։ Չեմ սիրում, որովհետև դա էժան զրույցներ է։ Ասենք օրինակ, հա, ասեմ, ես հիշում եմ դեռ երիտասարդ էի, այդ շրջանում էր գնում էր Վազգեն Սարգսյանի դեմոնիզացիայի process-ը, ու թե բա, բայց դու գիտես Վազգենը քանի մարդու գլուխ է կերել։ Իսկ ես կասեմ հետևյալը, ես չգիտեմ ում գլուխն է կերել կամ կերելա թե չի կերել, բայց մի բան հաստատ է, հաղթանակը զոհեր է պահանջում այո։ Եվ այո, երբեմն թացուճով խառնվում են իրար, եւ միջոցները արդարացվում են հենց այդտեղ։ Այո, դրան ձգտելու համար երբեմն պետք է լինում զոհաբերել, թեկուզ քո ամենահարազատ ու մտերիմ ընկերոջ հետ։ Դու սիրում եք ասել պատմությունից գազ խաղենք, գնացեք պատմություն կարդացեք, որ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Եվ սպարապետ ով սպարապետն է, ով ռազմական իմաստով հաղթանակի ղեկավարն է, այս թրքաբջերի ձեռքը բան չդողած նրան սպանելու։ Սա է իրականությունը։ Եվ այսօր նրա սեփական հերոստալիքը եկել արդյունքն աչքերին ինչ որ հարցեր է տալիս զոհվածների հարազատներին, այն նույն հարազատներին, ում որ այս նույն հերոստալիքը խափել է 5 տարի է խափում է ու մեկնաբանում ամեն բան ինչպես ուզում է, քաղաքական դիվիդենդ է շահում այդ նույն հարազատների զգացմունքներից, հիմա է կանգնում ասում այսպես չէ, այնպես է։ Ժողովուրդ ջան, ձեզ եմ հարց տալիս։ Ձեր կարծիքով, երբ որ այդ ճանապարհը սարքվում է, ինչի ավարտական ակտ չկա։ Մինչև հիմա, փետրվարի քանիսն է այսօր, 26-ը։ Դեկտեմբերի 25-ից հետո 2 ամիս է, ինչի ավարտական ակտ չկար։ Չախոյանը լավ 2 օր առաջ է գնացել նկարել, բայց այդ 2 ամիսը մեկ այդ ակտը չկա ավարտական, բախի չկա։ Մարդ, ով ամեն օր այնտեղ կանգնած եղել, որ մի օր շուտ ավարտվի, որպեսզի մարդիկ կարողանան գնան գան։ Այնուամենայնիվ, մինչև հիմի ակտը ավարտական չկա։ Որովհետև անկախ նրանից, թե ով է ում հետ աշխատում, ինքը լինելով վարչական շրջանի ղեկավար, այնտեղ կանգնած է եղել։ Իր ժամանակից, իր հանգստի ժամից, իր աշխատանքի ժամից մյուսից կտրել է, այն մի քաղաքացու ահազանգիչի պատասխանել երևի չի գնացել, այն մյուսն է երևի բաց թողել, գնացել է այնտեղ, բայց վերջին հաշվով երկրորդ ամիսն ավարտական ակտը չկա։ Եվ վճարվելի գումարի լրջագույն մի հատվածն էլ չկա։ Ինչի համար։ Որովհետև մարդը դրել է խնդիր, որ այդտեղ որ պայմանավորում եք որ պիտի արվի, ես տեղ եմ լինելու, նայելու եմ։ Փակվել է, որպեսզի արագ արվի, արվել է, մարդը հայտարարություն է արել, որ արդեն բաց է կարող եք գնալ գալ, բայց միևնույն է ակտը չի հաստատում ավարտական։ Որովհետև ի տարբերություն Չախոյանի կամ 5-րդ տալիքի կամ մյուսի, այս բջի թուլին աշխիս, բջի թուլա, Վահագն Մակարյան, խախարարա, մամայից սիրեցինք չկաս նոր ես երևում, դավայ սիկտիր է Պուտինի նկարով, լավ, չի կարա որևիցե մեկի սիրտը ավելի ցավակ, չէ, կարող է կարա, բայց պաշտոնյա որպես պատասխանատու, այսքան լրջագույն մոտեցում, որևիցե մեկը չի կարա մոտել է կան ինքը, հասկանում եք, նենց որ 5-րդ տալիք, ձեր ժեխերին, ձեր խուժաններին, կարեք մի հատ էլ ուղարկեք եռաբլուր, հետո կարեք ուղարկեք Նոբարաշեն, Զիբիլանոցը, հետո կարեք ուղարկեք Կիրանց, որ ուզում եք ուղարկեք, ես էլ որ փող ունենա այդ փողը, դա ես էլ այդպես կայֆաբադ կլինեի վրեքները, որ ուզեք ուղարկեք, և եթե ես էլ լինեի կեղտոտ մարդ, ոնց Աստված չան, այդպիսին ես էլ պիտի աշխատեի մարդկանց վրա, իհարկե թոշակառուներին պիտի ծաղրեի,
շանտեղ չդնեի, թքած ունենայի նրանց ամեն ինչի վրա։ Հետո հելնեի, ասեի, «Օ, սիրելի թոշակառուներ, այս իշխանությունը դիտավորյալա բարձրացնում, ասես բաներ պիտի անեի, ինչ պիտի անեի, բրևետ զուրջ»։ Որովհետև եթե մարդը ուզում է աթոռ ունենա, մարդը ուզում է իր հպատակությունը հայտնի օտար մի երկրի, եթե մարդը ուզում է ծախի կամ նվիրի իր երկիրը օտար մեկին, իրեն պիտի պահի այնպես, ինչպես Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը, ձևիցներին հələ չանդրադառնամ, այնտեղ ավելի խնդալու է վիճակը։ Եթե նայում ես հատկապես 94 թվականից հետո կլինի դիվանագիտական բլոկի գործունեությունը, կլինի տնտեսական բլոկի գործունեությունը, կլինի մշակութային բլոկի գործունեությունը, որ ուզում եք նայեք, որն է ձեր մտքով ասում, որ ուզում եք նայեք։ Որպեսզի մարդը լինի թշնամի, որպեսզի վատություն անի, պիտի աներ այն, ինչ որ արել են սրանք։ Սա դեռ մի կողմն է խնդրի։ Մյուս կողմում հիմա օրինակ շատ շահարկում են վիոլաջուրի թեման։ Վիոլաջուրը ասել է, ու քանի որ ասել է, վիոլաջուրը գիտեք, ջրերը բավոր ջրերը, մի խոսքով։ Ժողովուրդ, ես իհարկե, քանի որ հիմա դեռ գնում են պրոցեսներ, չեմ կարող հստակ ասել շատ բաներ, բայց մի բան հաստատ է։ Ձեր աչքի առաջ մի քանի տարի, մեկը ես ասել եմ ջրի կառավարման խնդիր կա, ջրային ռեսուրսների կառավարման խնդիր կա, անգամ մի հարցով այգու թեմայով մեծ հեկտարներով, ստեղից գնացել հասել եմ Քարակերտ, լուսաբանել եմ հենց կոնկրետ ջրի խնդիրը, ստեղից գնացել եմ Մասիս, լուսաբանել եմ հենց կոնկրետ ջրի խնդիրը, գնացել եմ Շիրակի մարզ, այսօր կառավարման հետ կապված խնդիրները, ոչ թե մեկից օրակից ջուր չէր գալի, կառավարման հետ խնդիր, սա ցույց եմ տվել, այսինքն այս խնդիրը Հայաստանում կա կառավարման։ Մի քանի օր առաջ վարչապետը հանդիպման էր, ու այդ հանդիպման ժամանակ նույնպես ներկայացրեց այդ խնդիրը, որ կա կառավարման խնդիրը, մասնագիտական մոտեցման, որովհետև մենք անգամ մասնագետներ չենք դաստիարակել կամ կրթել, որովհետև Աշոտյանի նման ու Դաշնակ Աղվանների նման նախարարներ ենք ունեցել, ումոնց օրոք պիտի պարտադիր սա, պիտի դասախոսները, դեկանները զաչոտնիկի մեջ 5000 դրամանոցը դրած վերցնեին, որպեսզի գնահատական դնեն, որովհետև ապագայի համար իրանց ոչ թե մասնագետներ էին պետք, այլ տգետներ, որպեսզի պետության հերն ավելի անիծվի, որովհետև թշնամի են եղել այս պետությանը։ Իրանք այս պետությունը եղել են թշնամի։ Գիտեք ոնց, թշնամի, եթե օրինակ ադրբեջանցի լիներ մեր ԿԳՄՍ նախարարը, կաներ հետևյալը, թույլ կտար, որպեսզի կրթական հաստատություններում լինի կոռուպցիա։ Եթե լիներ դուշման, թույլ կտար, առանց զենք կիրառելու, առանց իրան պայթացնելու կամիկաձեություն անելու, թույլ կտար, որպեսզի կրթական համակարգում լինի կոռուպցիա, որովհետև կրթվողը դա վաղվա օրն է պետության։ Ու այդ կրթվողի ստիմուլը գցում են, ասում են, քեզ գնացել առավոտի գունդասանում են 5000 կտած կդնեն։ Ու վերջ։ Այսպես կտրում են նոր ծլող բանը, պտուղը, ծառը, չգիտեմ, պտղատու ծառը։ Այս սա են արել։ Այսօր այս նույնների ճոտիկ բուլիկները հելել են, բայց դուք գիտեք, բայց վիոլաջուրը, գնալեք նախ վիոլաջրին, այդ ֆիրմայի հետ պայմանագիր կապողնել եք դուք եղել, ջրամբարներ չորացնողնել եք դուք եղել։ Սեփականաշնորհողներն եք դուք եղել, ջեկերի կառուցումների թույլտվություններն էլ ամեն մեկը մի ջեկի տեր եք, այնտեղ եղածի մի մասն ռուսներին տված, մի խոսքով, ում վրա եք եկել մունատ գալիս։ Հիմա այսօր, օրինակ, իմ կարծիքով, սա սուբյեկտիվ կարծիք է, տեղյակ չեմ մանրամասներ, իմ սուբյեկտիվ կարծիք եմ հայտնում։ Իշխանությունը ունի երկու ելք։ Մեկը վիոլա ջրին թույլատրելու աջակցել, որ խնդիրները լուծվեն ու փորձեն դուխտան ոնց որ ասած, ամենատարբեր ձևերով, եւ երկրորդ վերցնեն կոնցեսիոն կառավարումը, տան ուրիշ մեկին, բայց այդ ուրիշ մեկը ասելու է, այս հարցերը լուծեք նոր։ Այսինքն ստեղ անգամ այն պարագայում, որ իշխանությունները փորձեն օգնել, ես պիտի ասեմ իշխանություններին, որ այնտեղ բոլորը չի, որ sense նստած ասում են լավ, օքեյ, մենք ինչ որ բան չի երիկում, եկեք օգնեք, այս ինչ խնդիրները լուծենք ու արդեն լավ կկառավարենք։ Դա այդպես էլ չի։
Միևնույնն է, այնտեղ ներսում ինչ չորքոտանի ասես կա։ Ու ես ունեմ դրա ուղիղ նյութերը չորքոտանիների հետ կապված։ Բան ընդհատումներով, բաց ենք, բան ենք։ Չգիտեմ, այս թեմայով արժի մի փոքր երկար խոսանք, որովհետև այստեղ ով հասել ինչ հայտարարություն ասես արել է։ Բայց եկեք սենց անենք, քանի որ երբեմնի հանրապետականուհի արտադրության նախարարուհին էլ է ոգևորվել իր արած սուտ եթերի դիտումներով, թողնենք դա առանձին եթեր կանենք։ Իսկ հիմա այս հիբրիդային տերորիստների մեկ այլ վառ օրինակի եմ առաջարկում ուշադիր լինել։ Ուրեմն, Գևորգ Պապոյանը, անկեղծ ասած ամբողջ նյութը չեմ էլ դիտել, հյուր է եղել առաջինում, հիմա էսա տարածվում էլի, ու իբր տեսեք, ինչպիսի էկոնոմիկայի նախարար ունենք, 5 անգամ 520-ը ինչ է ասում, ու սա դարձրել են մատի փաթաթան, բնականաբար ներկայացնելով կիսատ փաթաթ, նայեք, սա ծաղրանքն է, մի րոպե, որը որ կոնտեքստից կտրած ձեզ են ներկայացնում։ Դուք գնում եք օրինակ 1 օրում 5 լիտր բենզին, որը արժի 520 դրամ։ Ծախսում եք 1100 դրամ։ Ծախսեցիք 1100 դրամ։ Հետո գնում եք հաջորդ օրը 5 լիտր բենզին, որը արժի 430 դրամ։ Այս դեպքում Ոչ խնայողություն եք։ Իհարկե 90 ուրեմն տեսեք։ Ոյ, այս ինչ ասում Գևորգ Պապոյանը, միթե նա, բա ինչպես եղավ, բա ժողովուրդ տեսեք ոնց ենք կործանվում, բա չի կարողանում էկոնոմիկայի նախարարը 5 անգամ բանը 520-ը ասի ինչա, բա ընկանք մտքերով, մարդ է, ուսում խոսակցականում լինում է, չէ, որ մի բան կա, հիմա ես առաջարկում եմ դիտել այդ պահը ամբողջովին, ով կներեք, Չէ, ներողություն, 5 լիտր բենզինի եթե 520 դրամով ուրեմն գնում եք, վճարում եք 2600 դրամ։ Չէ, ներողություն, 5 լիտր բենզինի եթե 520 դրամով այսինքն մարդ ասում է 5 լիտր 520-ով, հետո ասում ներողություն, սենց ու շարունակում է։ Սա վրիպակն է։ Հիմա իհարկե ձևիցներ կլինեն, վրիպակ բառը կփորձեն շարժել, իրանց հուշեմ։ Ձեր Ալիկ Ալեքսանյանն ներողություն չասեց։ Մարդը ասում է, կներեք, դե մի քանի թվեր էլի պիտի զուգահեռացի, սենց Վայ, այնքան տեղը կտրել են, կպցրել են այնքան տեղին, բռնե տարածել են, տեսեք երկիրն ինչ վիճակում է։ Եկենք փորձենք երկիրը փրկենք սրանց ձեռքից։ Ես 5-րդ ալիքին խորհուրդ կտամ այդ նյութն էլ տեղադրի։ Խայտարակվել է, մինչև վերջ խայտարակվեք։ Քոչարյանի հեռուստա ալիքի գնացեք, շարունակեք հետևել, եթե ցանկություն ունեք ձեզ օլուխ զգալու։ Սա է։ Ու միայն 5-րդ ալիքը չի։ Համացանցում դուք կհանդիպեք։ Երևան իմ քաղաք, Հայաստան իմ երկիր, ճշտի ձայն, իրական լուրեր իրականությունից, դժոխքից դեպի դրախտ, այսպես վերնագրով էջեր, որոնք ներկայանում են news անվան տակ, ու այդ բոլորը պատկանում են այս ուժերին։ Որովհետև նրանք հետաքրքրված են ոչ թե ձեր տեղեկատվությունը ունենալով, այլ նրանք հետաքրքրված են ձեր սխալ տեղեկատվություն ունենալով։ Իրանք ունեն խնդիր։ Եթե ձեզ տեղեկացնեն իրականությունը, դուք վերջնականապես թքելու եք իրենց երեսին։ Դրա համար իրանք պիտի ճշտի ձայն, այո, Մանվել ջան, իրանք պիտի սուտը ձեզ ներկայացնեն, որպեսզի ձեզ խաբելու գնով կարողանան ինչ-որ քաղաքական կամ պետության ղեկ ստանձնեն կամ այսպիսի մի բան։ Եթե ուզում եք ծաղրանքի ենթակա լինել, եթե ցանկանում եք խաբված լինել, եթե ցանկանում եք, որ թույլ տալ, որ սրբությունների վրա թքած ունենան, համահայկական սրբությունների, կամ անգամ սրբությունները համահայկական վերածեն քաղաքական դիվիդենդ շահելու ինչ-որ բաների, ապա խնդրեմ շարունակեք հետևել։ Եթե ոչ, առաջարկ ունենք, մենք շարունակում ենք մեր աշխատանքները, կարող եք հետևել մեզ, որովհետև ի տարբերություն որոշների, եթե անգամ ինչ-որ բան սխալվենք, մենք ընդունակ ենք ոչ թե արդարանալու, այլ ներողություն խնդրելու։ Նենց որ, թե 5-րդ ալիքին, հա, իմիջիալոց 5-րդ ալիքը հեռուստատեսություն է, Հայաստանում, եթե չեմ սխալվում, դիտողականությամբ 3-րդն է։ Այս 5-րդ ալիքը մինչև հիմա տեղյակ չի, հարցումները ոնց են անում, ճշտումները ոնց են անում։ Սա հեռուստատեսություն է, այդելու ակտիվիստների խմբակ չի, չնայած ինչ տարբերություն ձեր պարագայում դուք ընդամենը Շռան Քոչարյանի լուսաբանողներն եք։
ու չունեք գոնե մասնագիտական, գիտեք ինչ, ես որպեսզի համեմատականը ճիշտ ստացվի, ասեմ հետևյալը։ Ես կարող եի բավականին լավ պայմաններում ապրել։ Եթե շարունակեի իմ գործունեությունը ու ինձ դնեի խլուրդի տեղ, իբր ոչ մի բան չեմ տենում ախպեր։ Իսկ դուք հեռու եկեք, ես քաղաքականություն չեմ պահում ախպեր։ Ես իմ ամեն դերասան տղա եմ, դերասանություն եմ անում, փառքասուտ ավել ապրում եմ։ Եթե ես վերաբերվեի, ես բացարձակ խնդիր չէի ունենում ու կապրել լավ, ինչպես որ։ Բայց դա անպատասխանատու քաղաքացու, անպատասխանատու դերասանի, սկզբունքայնություն չունեցող, սեփական մասնագիտության հանդեպ հարգանք չունեցող մարդու դրսևորումը։ Ես չէի կարող գնալ այդ ճանապարհով։ Եվ ես, այո, ոչ միայն չեմ կարող գնալ այդ ճանապարհով, այլ ես դատապարտում եմ նաև այդ ճանապարհով գնացողներին։ Սխալվողներին չէ, բայց այդ ճանապարհով գնացողներին դատապարտել եւ դատապարտում եմ։ Մասնագիտական ինչ ուղղության ուզում եմ պատկանեմ, դերասան կլինեն, լրագրող կլինեն, բժիշկ կլինեն, իրավաբան կլինեն։ Դուք ձեզ ինստիտուտներում չեն սովորացրել մի հատ հասարակ բան, գուցե թեորեմներ են սովորեցրել, գուցե ասել են գնացեք քրեական օրենս գիրքը անգիր արեք եկեք, գուցե ասել են գնացեք այս լատինատար բարդ բառերը սովորեք եկեք բժշկականանում, բայց ձեզ չեն սովորեցրել մի շատ կարևոր բան՝ սիրել ձեր մասնագիտությունը, սիրել ձեր մասնագիտությունը կրել ձեր ներսում։ Ես ունեցել եմ շատ հիանալի դասախոս Սուրեն Հասմիկյան, ով շատ էր սիրում այդ հարցը տալ, ասում էր դուք սիրում եք ձեր որպես դերասան, սիրում եք ձեզ թատրոնում, թե սիրում եք թատրոնը ձեր մեջ։ Այստեղ է տարբերությունը։ Հիմա լրագրողներ 5-րդ ալիքի, դուք ձեզ սիրում եք 5-րդ ալիքում, թե սիրում եք 5-րդ ալիքը ձեր մեջ։ Բժիշկներ, դուք սիրում եք ձեզ հիվանդանոցներում սպիտակ խալաթով, թե սիրում եք բժշկությունը ձեր մեջ։ Իրավաբաններ, դուք ձեզ սիրում եք ձեզ իրավաբանության ոլորտում, թե իրավաբանության ոլորտը ձեր մեջ։ Եթե դուք ձեզ սովորացրած լինեին սիրել ձեր մասնագիտությունը ու կրել ձեր մասնագիտությունը ձեր մեջ, դուք այսօր չէիք նստի ու հպարտորեն չէիք նշի, թե ոնց կարելի է շրջանցել, մուտիլով կանել, ճղել, դզել, փչել սահմանադրական ինչ որ մի հատ բաց կամ ոչ այնքան բաց։ Դուք ժամանակին դրսևորած կլինեիք իրավաբանական բան, սկզբունքայնություն, կարելով ձեր մեջ ձեր մասնագիտությունը ու կասեք, գիտեք, ինչ այն պետության սահմանադրությունն է, այստեղ սխալ բան կա։ Լրացրեք ու ամրացրեք, որովհետև սահմանադրությունը պետության ծննդականն է, պետության կենսագրությունն է, պետության իրականությունն է, պետության առօրյան է, պետությունն է։ Դուք դավաճանել եք ձեր պետությունը ձեր մասնագիտությամբ։ Այն բժիշկները, ովքեր, հայ, Միջայլոս, 5-րդ ալիք, չգիտեմ, մի հատ էլ Արփինե Հովհաննիսյանն էր դուրս եկել բան խոսում։ Այ դու դավաճանել ես քո իրավաբանական գիտելիքները, թույլ տալով Ռիտա Սարգսյանին փաթաթվել երեխաների վաճառքի մեջ։ Այ 5-րդ ալիքը իր լրագրողները դավաճանել են իրենց բաժին պետությունը, ծախվելով մի հատ շռանի։ Ծախված են, այո, այն դերասաններն ու այն արվեստագետներն ու այն մտավորականները, ովքեր որ մինչև այսօր ինչ ասես ստեղծել են, բացի անկախության գաղափարախոսություն քարոզող մի հատ բանաստեղծությունից կամ մի հատ ներկայացումից։ Մատ Վարամ Սարակյան կար, որը մեջ ելույթ էր ունենում մի 3 հատ էլ ներկայացում արեց, թե ինչքան վատնա այս երկիրը, այս պետությունը։ Կյանքի մեջ մի հատ ներկայացում չի արել 90-ականներից սկսած մինչև հիմա, թե ինչքան լավ բան է անկախությունը։ Սենց հարցեր կան։ Եվ այն բժիշկները, ովքեր որ հիմա պոլիկլինիկաներում աշխատելուց, փորձում են տակովի իրաց ծանոթներին գցել 65+-ի այս թեմաների մեջ դրի բան անել։ Ձեր օրերը հաշված են լինելու, ձեզ ձերբակալելու են։ Եվ ես չեմ ցանկանում դա տեղի ունենա։ Մի արեք, սիրեք ձեր մասնագիտությունը։ Սիրեք ձեր ով լինելը, ինչպիսին լինելը։ Կրեք դա ձեր ներսում։ Գոնե ինձ չեք հավատում։ Չախլան Արտուր, ինչ եք տարբեր թևերից ում հավատում եք, ում չէ, չգիտեմ, բայց գոնե դուք ձեզ հավատացեք, որ վաղը մյուս օր ձեր ու ձեր միջև երկընտրանքի առաջ չկանգնեք։ Դա ամենամեծ դժբախտությունը կլինի։ Մի արեք դա։ Կարող եք որոշ դեպքերում բոլորս ենք մարդ, ազատ լինել, դրսևորել ձեզ, բայց
մի խաբեք ձեզ։ Կարեք ձեր մասնագիտությունը ձեր մեջ։ Ոչ թե ձեզ սիրեք ինչ որ մի մասնագիտության շրջանակներում։ Դուք եք մեր, ես ջանդամ, ես այսօր կամ եկուց էլ կամ, հարցը вообще հետ չի։ Վիոլա ջրին Էդգար ջան, ես կիսած sense բան արեցի, չեմ ուզում հələ որ անդրադառնամ, դա առանձին խոսակցություն է իմ կարծիքով ու խորքային ուսումնասիրության կարիք ունի, բայց մի բան հաստատ է, իմ անձնական փորձն ու իմ գործունեությունը այս տարիների ցույց է տվել, որ մենք ունենք ջրի կառավարման խնդիր։ Ու դա հիմա բնականաբար քաղաքական դիվիդենդներ հավաքելու համար որոշ յոլոպուկիներ փորձելու են օգտագործել։ Ամեն մեկը մի ձև մեկնաբանելով։ Բայց մի բան հաստատ է, դրանցից որևիցե մեկը մի հատիկ ջրամբար չի կառուցել։ Ասեմ ավելին, եղած ջրամբարները թույլ են տվել չորանան եւ իրենք սեփականաշնորհել են ջրամբարների տարածքներ, որպեսզի տեղը ինչ որ բաներ կառուցեն իրանց համար։ Շատ կեղտոտ բաներ ա եղել։ Եվ երբ որ իշխանությունները այսօրվա 5 տարի առաջ ասում էին դնում էին իրենց առջև կարևորագույն խնդիր 7-8 ջրամբարի կառուցում, այդ ժամանակ մարդիկ չէին հասկանում, թե խորությունը այդ ռազմավարական խնդրի ինչումն է կայանում 5 տարի առաջ։ Քաղաքական որևիցե ուժ, որևիցե ջրամբարի մասին ոչ մենք չենք խոսել, կրկնում եմ, այլ քանդել են։ Քանդել։ Եվ կամ դեմ են քվեարկել ռազմավարական նման ծրագրին։ Այսօր այդ նույնները դուրս են եկել փորձում են խոսել դրանից։ Բայց այդ մասին, ինչպես ասում են, 1000 հումոր եմ անում, հաջորդ դասը։ Բնակչությունը Էդգար ջան, աճում է, դա լավ է։ Դա լավ է, բնականաբար աճող բնակչության հետ լինում են աճող հարցեր, այո, լինում է թե ջրի խնդիր, կառավարման, թե կոյուղագծերի, թե գազի, թե ամեն ինչի, բնական է։ Բայց դրանք այն խնդիրներն են, որոնք որ պիտի լուծվեն ու անընդհատ, որովհետև ես ուզում եմ այդ խնդիրը շատ խորանա, եթե դա կապված է բնակչության աճի հետ։ Հետո խորանա, թող իրենք էլ անընդհատ լուծեն։ Վատա դա։ Հայաստանում է աճել Էդգար ջան, ես ինչքան տեղյակ եմ, նույն Սևանում կան գյուղեր, որտեղ որ վիոլա ջուրը չի։ Չէ՞։ Կան այդպիսի գյուղեր։ Բայց կառավարումը Սևանի մակարդակով կամ Երևանի կամ ես ընդհանուր կառավարումն եմ ասում։ Կան շատ հարցեր, որ կլուծվեն։ Մեր հայրենակիցներն դեռ ավելի շատ են, տասնյակ հազարներով, 100 հազարներով են վերադառնալու Հայաստան ու լինելու են էլի այդպիսի խնդիրներ։ Ոչինչ թող իրան կան, այդ խնդիրներն էլ թող լինեն, խնդիրներն էլ կլուծվեն։ Դրանք անլուծելի խնդիրներ չեն։ Դրանք գիտես ինչ խնդիրներ են Էդգար։ Արի ցած որպեսի դետալային, քանի որ շատ բան չենք չխորանանք, դրանք հետեւյալ տիպի խնդիրներ են։ Ինչպես էին Արցախի հարցին վերաբերվում։ Արցախի հարցը որոշել են ձգեն, տես ձգեն, իշքան կարային ձգեն, միջև ես իմ էլ ինչ կլինի։ Նույնը ձգել են բոլոր ոլորտի խնդիրները։ Ձգել են։ Ջուրնա հալած ձգեն, մեկը արտագաղթ է, ներկախ չկա, բավարարում է, ձգեն, մեկ էլ հիմա արդեն այլ հարցեր առաջացել, ոնց այլ հարցեր առաջացել։ Էս ինչ եք անում, բա մենք լավ ձգում ենք, արա չկարեցեք դուք ձգեք։ Ցանկացած ոլորտում պոլիկլինիկաները կեղտոտ ջարդած քարուքանդ վիճակում են, ոչինչ ձգենք, հեսա թոշակները մեկը սաղ կմեռնեն, այդ պետք չի լինի, եկեք ձգենք։ Մանկապարտեզ, արա ինչ մանկապարտեզ, մեկը հեսա երեխա չի ծնվելու, սա երեխեքն են Իրաստանից կետ արտագաղթելու են, ձգենք, ամեն ինչը ձգելու վրա է եղել։ Որևիցե ոլորտում գործ չի արվել, բայց երբ որ ասում եմ կարտոշնի դոմիկ են ժառանգել, որ մի բանին կապում ես մի քանի բան քանդվում է, ինչի մասին ենք ասում։ Ասում ենք նաև այնպիսի բաների մասին, ինչը որ շատ չի քննարկվում, չէ՞։ Ամեն ինչի մասին ենք ասում։ Ու այդ կարտոշնի դոմիկի մեջ, այդ հորի մեջ, լավ պատկով անընդհատ հող են լցնում, որպեսզի այս հավասարացնեն ինչի վրա կառուցվի մեր բոլորիս տունը, Հայաստանի Հանրապետությունը։ Սա է։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, եթերը դիտելու համար, հեռու Աստված 5-րդ ալիքից հեռու պայի ձեզ, Աստված 5-րդ շարասյունից նույնպես ձեզ հեռու պայի, շարի սփորձանքից հեռու։ Ինչը որ վերաբերում է մեր պետությանը, պետություն բառի ամբողջական իմաստով, ոչ 5-րդ ալիքը, ոչ Քոչարյանը, ոչ Սերժը, ոչ Լևոնը, ոչ Ձևիցները, ոչ սրանց ներկայացուցիչներից տարբեր անուն ազգանուններով մարդիկ, բարոյական, քաղաքական կամ իրավական իրավունք չեն վաստակել մտահոգություն հայտնելու, ճիշտ հակառակ, ամեն մեկին 1000 օրինակով հետ դու բերեմ, եթե հույսները դրել են, որ
ժողովուրդը գուցե բաներ ա մոռանում, դե ոչինչ, դե մի քանի ամիս առաջ եղել մոռացած կլինեն, սառած կլինեն, եկեք էսի սենց անենք, շատ սխալվում եք, ժողովուրդը կվերհիշի ամեն ինչը հատիկ հանգիստ եղեք, որովհետև սա խաբակագրած է, ձերս տասնյակ տարիների ոչ միայն անգործուն, այլ դավաճանական դրսևորումը սեփական սրբությունների եւ մեր բոլորիս պետության հայրենիքի հանդեպ, այնպես որ հանգիստ եղեք, ժողովուրդ ջան, շատ մի ջղայնացեք, ես մեկ կարող եմ ջղայնանալ, բայց սրտերից մոտիկ մի ընդունեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, մի բան հիշեք, ինչքան սրանց ոռնոցները շատանում է, ոչ թե մտածեք, այս ինչ ոռնոցները շատացել է, այ կարող է բան չէ, այդ նշանակում է, որ այդքան ավելի ամուր ենք ոտներն ու պոչները տրորել, դրա համար էլ ոռնոցը բնականաբար ավելի բարձր։ Սա է։ Լավ եղեք ժողովուրդ ջան, կհանդիպենք, ես վաղվանից կարճ տեսանյութեր կտեղադրեմ եղածի ու չեղածի մասով, ինչպես որ 3 խոստացել եք ու շատ հնարավոր է սկսեմ հենց մեր շքամուտքից։ Հետո նոր անցնենք ամբողջ վարչական շրջանին, եթե ասած հաջողի շուտ վերակենդանացնենք մեքենաս, ինչի որ նաև ամբողջ հանրապետությանը։ Ես չմտածեք թույնա լինելու ամեն ինչ։ Բարի գիշեր։